Լուծենք 41-ից 44-րդ խնդիրները 2024 թվականի թեստ 6-ը վերաքննության, ավարտական թեստի վերաքննության։ Ուրեմն երկու վայրերի միջև եղած ճանապարհը մարդը քայլելով անցնում է, քայլելով գրենք հետիոտը, անցնում է 4 ժամը։ Իսկ հեծանիվով անցնում է 2.4 տասնորդական անգամ քիչ ժամանակում։ 4-ը բաժանում ենք 2.4-ի, այդքան ժամանակում։ Բազմապատկենք 10-ով և կրճատենք 8-ով։ 5/3 ժամը։ Առաջին հարցադրումը հարցնում է, քանի րոպեում նա հեծանիվով կանցնի այդ ճանապարհը։ Ուրեմն այս հեծանիվով անցնելու ժամանակը դարձնում ենք րոպե։ Ինչով ենք բազմապատկում։ 60-ով, այո, ինչ է լինում, կրճատենք 100 րոպեում։ Սա 41-ի պատասխանն է։ Հիմա 42-ը։ Գտնենք նրա արագությունը հեծանվով ընթանալիս արտահայտած կիլոմետր/ժ-ով, եթե հեծանվով ընթանալիս նրա արագությունը 7 կիլոմետր/ժ-ով ավելի է, քան քայլելիս։ Հիմա հետիոտ գնալիս արագությունը նշանակենք x կիլոմետր/ժ, հեծանիվով ընթանալիս նշանակենք կլինի x + 7 կիլոմետր/ժ, այ 7-ով ավելի է։ Ինչ հավասարում ենք կազմում, նույն ճանապարհն են անցնում հետիոտը կամ հեծանվորդը։ 4 ժամանակը բազմապատկվենք արագության հետ, գտնելու համար ճանապարհը 4 անգամ x-ը հավասար է 5/3 անգամ x + 7 և լուծում ենք։ Դրանով գտնում ենք հետիոտնի արագությունը, հետո կգտնենք հեծանվորդի արագությունը։ Ինչպես լուծենք։ Բազմապատկենք 3-ով, 12x-ը հավասար է 5x + 35, ճիշտ է։ 7x-ը հավասար է 35, x-ը հավասար է 5 կիլոմետր/ժ հետիոտնի արագությունն է, իսկ հեծանվորդի արագությունը 7-ով ավել է 12 կիլոմետր/ժ։ Ուրեմն 42-ի պատասխանը կդնենք 12 կիլոմետր/ժ։ Քանի կիլոմետր է այդ ճանապարհը։ Որով գտնենք 4 անգամ 5 ապրեք 43-ում ճանապարհը գտնելու համար կամ հետիոտնիով կարող եք գտնել կամ հեծանվորդով։ Ժամանակը բազմապատկում եք արագությունը, հետ 20 կիլոմետր է այդ հեռավորությունը և քանի րոպեում նա կանցնի այդ ճանապարհը, եթե ճանապարհի 8 կիլոմետրը անցնի հեծանիվով, մնացած մասը քայլելով։ 8 կիլոմետրը հեծանիվով գնա, ինչքան ժամանակ կծախսի։ 44-ը էստեղ գրեմ։ Ինչպես գտնենք ժամանակը։ 8 կիլոմետրը հեծանիվով, արագությունը հեծանիվով ինչքան էր։ Ժամանակը գտնելու համար ճանապարհը բաժանում ենք արագության։ Ինչ է լինում։ 8-ը հարաբերում ենք 12-ի։ Այսքան ժամանակ կծախսի, ասում եմ մնացածը քայլելով։ Ընդհանուր 20 կիլոմետրը ինչքան մնաց իրեն անցնելու։ Հաջորդ կտորը T2-ը գտնելու համար 20-ից հանում ենք 12 կիլոմետրը, բաժանում ենք ինչքան էր հեծանիվի արագությունը։ Րոպե։ Սկզբում հեծանիվով, հետո ոտքով, ներողություն, ոտքով անցնում։ 12 5-ով։ Հիմա սրանք պետք է գումարել։ 8/12-ին գումարում ենք 12 5-ով։ Այստեղ կրճատումներ անենք 4-ով։ 2/3 գումարած 12 5-ով։ Ընդհանուր հայտարարի բերենք 10 գումարած 36, 46 15-րդ ժամ կծախսի։ Հետաքրքիր է, բայց ամբողջ թիվ ստանայինք, երևի ավելի ճիշտ կներ, ասա քանի րոպեում, ներողություն, քանի րոպեում։ Անգամ 60, այո, կրճատենք 4 անգամ 46, 24, երկուսը հիշում ենք, 184 րոպեում, սա է պատասխանը 44-ի, այսքանը,